Մեր ժողովրդին մի ասում են բաղանից գյուղում 50 տուն է, թե 100 տուն են կառուցում։ Մարդ կա իր հորտանն էլ չի մնում, ինք Երևան ապրում։ Ծրագիրը տվել են նրան, ով այնքան ասենք տղա ունի, երեխա ունի, ուզում է Մոսկվա ապրի, գալիս է իր համար տուն աշինում։ Իսկ գեղամը կարող է մարդ կա հիմի տանը 3 տղա ունի, ամուսնացած չեն, հեկուտ նրան տուն է պետք է։ Նրան տուն չի հասնում, ասում է դեռ ամուսնացած չի, ծրագրի մեջ չեք։ Մեկն էլ ամուսնացած Երևան ապրում է, եկել է 3 տուն աշինում։ Ես էլ ավազ եմ մաղում, որ մի քանի մանեթի տամ ապրեմ, յոլա գնամ։ Էնա, դենը պահի մի հատ, չորը անտարը ասախ, թույլ չեն տալի, մի կտոր թուղթ չեն տալի ժողովորդը փետ բերեն, նայ վտի վրա չորացել է, են հեմնում ասում են, կամիս են գալիս է ժողովանում, ասում է թող փայտ փորի գնուտ է, ժողովորդին չեն տալի, էսա եկել է հունվարից առաջ մի ամիս դոկումենտին տալ, ասել մի ամսը բերիք ոչ վսյո, պրծավ դեր գործը, մի երկու հատել են անդեր են եկել, սաղորո հետ յութուբով բանով խոսում են, բնապահպանն են, գնացինք ասմասարը բռնեցինք, մի քանի կոճղ էին կտրել, որ բանը պետք է են չեն տենում, եղացին կարող է մի աղքատ մարդ գնացել է կացնով մի քանի փետա կտորել, էդ տենում են, իսկ ուրիշ բան չեն տենում, գնում են գալի ամեն օր հաղորդում, որ անտարը կտրեցին, լա մի հատ դուս եք գնացեք դեք ինչ վեսկի անտար ունենք, սրանից 10-20 տարի առաջ կտրող, որ են ասում են անօրինակ անկտրեին, են հենց անտար դուս է եկել, չես կարա միջով նանց կենաս, մի մեծ ծառա ասենք, չեն թողում կտրեն, ասենք պետականորեն կտրեն, ժողովրդին տան, որ այդ ծառի տակին 100 ծառա դուս գալի, վտի վրա չորացած ծառերա, ասում է թող փայտ փորի գնուտ է, ձեր չի տակ, ժողովրդին մեկ տա, թող եք դենց անտարում մնա, ես ասայ գազը գնում է 15 մետրա, կարեմ չեմ կաշեմ, մետրին 6000 դրամ է ինչա, որ տուն հասցնեմ գազը ստեն, ես գյուղումը, որ ես գազերը կաշեցին, միջի հարուսներին, գեղի, գյուղ սովետ իշխատողներին, սաղի տունը ամփող գազ կաշեցին, ասին սկզբնական 50 տուն ծրագիր կա, ամփող, ես մնացածը թող կտորվին, մարդ կա հմի են դիմաց թաղումը 200 մետր 6000 դրամով պետք է գազը մետր են տանի իրա տուն, բայց որ գլխավոր մագիստրալը տանեն տանից գոնե մի 5-6 մետր ալի մարդը կքաշե գազը, դեյա, զաղ գեղը հոնակ ծել կարալյու, մի տոչկա չկա ժողորդը տանեն մի հիմնարկ հանձնեն, այսօր մինը 50 կիլո հոնա հավակել, չի կարեմ տանի հանձնել, ոչ միտեղ, հոնարն գալիսա ձերներս է կանգնում ասմա, 250-300 դրամով եմ տանում, բայց որ մի հիմնարկ ալի ասենք, ընդունման կետ, ամեն էկողը, ամեն ընտրությունից առաջ ես ենք շինում, ունիվերմակ ենք շինում, ընդունման կետ ենք շինում, ոչ մի բաներ չկա, ժողորդից գալիս են բաները, առտուրականին, ասմա քաղե հոնը գալու եմ տանեմ, 2 օր չի գալիս հոնը փչանումա ոչ կնեն ասում, որ մի քանի լիտր հողի անեն, էտա, իսկ որ կետը լեն ընդունման, մարդիկ են իրանց կարտոշկայա, պոպոկա կտանեն կհանձնեն, ժողորդի մար լավ կլի, ոչ մի բան ասում են, լավ բան ես ասում, ասում են, ինչ ես կամերայի ղաքին խոսում ավել, լավ վատ բան ես ասում, էլի նույն բանն են ասում։ Հմի, սաղ սարերը ապրանքա տարել են մարդիկ պահում են, պաները, ասենք, ընդունման կետ չկա։ Մարդիկ բոչկենացած դես են տանում, դեն են տանում, հեռախոսով ռեկլամ են անում, պաներ ունենք։ Բայց որ մի կետը լի մարդիկ կբերեն, կացնել կհանձնեն, իրանց պաներն էլ կհանձնեն, էտա, ինչ ասեմ։ Եվ ընդանոցը մի սուտի ստուգումա, Մանի մատի խաղը մի քիչ տեղից ընկել ասում են գնա մի 100 մանեթ մուտ կարա, եթե այդ մարդը թոշակ աստանում 30-40 մանեթ օրինակ, ասում է հիվանդանոցի գինը գնա 600 մուտ է, որ քի կատ է անեն, չգիտեմ ինչ ստուգեն, վատա, մեր ժողովրդի աշխատածնու հիվանդանոցի գները շատ վատա, ես դա կասեմ, մեղք է ժողովուրդը, շատ փող ունեցողին թող 100,000-ով, 200,000-ով, 500,000-ով բուժե, Են աղքատ գեղած ունել, որ տեն ման աշխատանք չունի, ամիսը մի 30-40 մայտ աշխատում, թող նրանել ասեն, քու հիվանդանոցի մուծումը, օրինակ, մի 1000 դրամա, 2000 դրամա, ես դա եմ ուզում, մինը, ես իմ դուբայներից տուն չի գալի, նրանել ասում 100,000 գնա մուծ է, որ կիստուկ եք են, խեղճ աղքատին էլ ասում, դու էլ գնա, այդ նույն գումերը մուծ է, այ դայանում հարցը։ Իսկ հայրենիքը պաշտպանելու վաղտը էլ են հարուստի տղեն թաքցնում են, բանակ չի գնում, Գալիս են գերամ մերգու աղքատի, ես էլ իրեղի կրկաշին տալով,
Որնա բնիմա թելչի այդ գործից առաջ են գտնում տանում ասում են կտորվեցին։ Բայց ի՞նչ դերել։ Եթե մի մարդ վերորդ չի, նա գնալտի ավտոբուս քշե, սամալյոտ քշե, գնալտի գլուխն ուտել։ Իսկ եթե մի մարդ զենքից հասկանում է, նա կարա իր երկիրը պաշտպանել, ես դա կասեմ։ Օրինակ ես 60 տարեկան եմ 3-4 անգամ ծառայության եմ գնացել, են կռիվների վաղտը 3 ամսով ծառայել ենք։ Շատ լավ է, ուրելի, գոնե եթե բանակը քիչ է, զապասի այս մեր տարիքի մարդիկը դուզն ասած, հմիասեն կարող է ըստեն են մի 100 մետր լավ տենում, բայց ասեղը կարեմ չեմ թելեմ օրինակ, աչքս առանց ակնոստեմ չի։ Մենք ասենք կարալ չենք որ ասենք գնանք կրակենք, բայց մենք էլ մի բնիկ հոմակ կլենք մեր երկրին, ինչ ասենք։ Հա, մի բան էլ կասեմ։ Ես ափսոսում եմ մեր պետական բյուջեից թե ինչ որ ուրիշ երետ ուղարկված փողերը, յուղ կա 5 երեխա, 10 երեխա է։ Մանկապարտեզ է շինում 500 հոգյանոց, այն դովիղ յուղ կա, դպրոց են շինում 7 աշակերտ է։ Կարան նոյեմբերյանում ավտոբուս տնեն, արագ տանի բերեի։ Քանց թե այդ միլիարդնի ծախսեն այդ դպրոցը սարքեն, անմիտք բան։ Կարան ավտոբուսը դնեն 7 կիլոմետր թե 3-ա, իրանց ավտոբուսը տանի բերե ավելի 20-30 տարի օգուտով կփակես պետքինը։ Ասում եմ ես գրագետ չեմ, բայց հասկանում եմ որ ափսուզա այդ միլիարդնի շաշ տախսել։ Կարելի ավտոբուսով էտրեղ հանցա ամեն օր տանել դպրոց բերել։ Մի քանի գյուղում դե բաներ են շինում։ Են իրանցը մասին 300 հոգյանոց դպրոց հաշինել, ինչ որ տակին հարգերա ամուր սարքած գիտեմ ինչ։ Եթե ընդիմի 30 աշակերտը 7 միլիոնին ծախսում ես դպրոց մի շինել, կլուբ մի շինել, են որ բլինդաժ են շինում պատրաստում են, գուցե նրա վրա ավելի շատ ծախսան, ավելի օգուտելի, քան այդ ծախսերով։ Մի քանի հատ էլ մանկապարտեզ նոր են շինել 2 տարի շինել։ Եթե այս գյուղում մի 20 երեխա է, ծախսվում է, հետո ասում են, բանա, փող չկար ես գործը սարքեն կամ ասենք, այ մարդ փող չկար, հիմար ծախսում եք, բայց դուք տենեմ չեք գրագետ, խելացի մարդիկ եք, այդ փողը մարդիկ են հմի տուն աշինում, տրակտորը դրել է 20 օր քանդում է որ տուն շինե, մի դուզ տեղ այդ մարդին տնատեղ տվեք, թող այդ դուզ տեղը սարքե, պարտադի 3 միլիոն ծախս է, որ մի եսքան պլաշատ կա, բացանեք։ Բերելից է գալի ամեն ինչը, չեն աշխատում, ինչ են աշխատում, օրինակ, ես տարական մի 2 տոննա միս եմ հանձնում, մի օր գալիս 2000, մի օր գալիս 3000, մի օր 3000, ստանդարտ թող 1000 դրամ, ես գիտեմ 1000 դրամ, պհեմ, չպհեմ, կարամ մի ամսում 3 ձետ փող, մի ամսում, դե ով է փոխում, թող աչքները հանի։ Ով է փոխում, առետրականները, իվան կանում, մեկ աշխատում։ Մաղելիս են սրանից։ Ամեն ինչ էր խնդիրը, յուղում ապել խնդիրը, յուղում ապել խնդիրը։ Բալքի լավն էլի, լավ կառավարություն ունենանք, ես չեմ ասում լավ ղեկավար։ Ղեկավարը շատ սխալնի ունենա, բայց կողքին 40-50 հատ պարլամենտի աշխատող կա։ Պետք է մտածեն այս ազգի մասին, ուղղեն, կարող է մինը սխալ ճանապարհով գնամ, ասեն ախպեր, կարող է դու դες մտածեմ, բայց մենք հայ ենք, մեր ազգի համար մտածել է պետք։ Չեն ուղղում ընտրություն ենք ուղղեն։ Ես չեմ գնամ դրության, 30 տարի գնաց լգիշնա փոխվում, չի փոխվում, տամել չեն գնում էլի։ Առաջնորդը կարա հեխապ է, ասմա իմ լիզ դրած պապա ասեր, բերթը անարիկա չեն կարա գրավեն, եթե լավ խապես, կարաս կռիվա հաղթես։ Հիմի մեզ են հենց ընտրությունների վաղթը խապում են, ու մտնում բերթը, ընդեն ելնել ոչինչ չես կարանես։ Դրա համար ասմա, նայա տով ոնց է խապում, որ ընտրվում է։ Հիմի ես դա կարամ ասեմ։ Եթե լավ սուտ ասե կարենա լավ խապե, էլի կարող ընտրել։ Նայած ոնց կհամոզեն։ Եթե ասե 3 միլիոն վարչապետ եք կտրեմ։ Դուք վարչապետ եք ձեզ զգում։ Այ կտոնը շինվի։ Ասկի թաման բանորնի չենք։ Կընտրենք, ծրագիրնին կներկայացնեն։ 3 միլիոն վարչապետ եք, հմել